Փայտ կենաց է ամենեցուն, որ Պարիս ինա, որ հենուն ինա իբրև իդեր հաստատությամբ։ Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա։ Սիրելի հավատակից եղբայրներ և քույրեր Իիսուս Քրիստոս, այսօր վարագա Սուրբ Խաչի տոնն է, որը խաչի նվիրված տոներից 4-րդն է, որը նշվում է միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Սուրբ Հռիփսիմեն Հայաստանում թաքնվելից Տիրոջ խաչափայտից ունեցած մասունքը պահ է տալիս Վարագա լեռան մոտ ճգնող քահանաներին և գնում Վաղարշապատ։ Մի քանի դար անց 653 թվականին Թոդիկ անունով մի կրոնավոր իր հովել աշակերտի հետ միասին իրենց աղոթական խնդրանքներով ու պահեցողությամբ արժանանում են Սուրբ Մասունքը գտնելուն։ Եվ ժամանակի Ներսես Տայեցի կաթողիկոսը տոն է սահմանում ի նշանավորումն այդ օրվա։ Մեր տոնացույցին հետևելով կարելի է ասել, որ սրբությունները գտնելիս տո սահմանելը օրինաչափություն է, քանի որ հերթական առիթն է դառնում միասնական աղոթք բարձրացնելու առ Աստված, փառաբանելու Արարչին և տոնախմբությամբ ցնծալու։ Սիրելի հավատացյալներ, սիրելի հոգևոր եղբայրներ, Վարագա Սուրբ Խաչի տոնը շատ խորհրդանշական օր է ինձ համար, քանի որ այդ տոնը նաև այն ղողանջն է, որով ուղիղ 20 տարի առաջ աստվածային նախախնամությամբ և տնօրինությամբ տրվեց իմ քահանայական ծառայության մեկնարկը։ Ուստի այսօր իմ փառաբանությունն եմ բարձրացնում առ Բարձրյալն Աստված անցած ճանապարհին, անցած ժամանակի և մշտապես իր օգնության ու առաջնորդությանը իմ կյանքում ունենալու համար։ Քահանայական սպասավորությունը, ինչպես ցանկացած առաքելություն, խաչի ճանապարհ է։ Հետևաբար հոգևորականը ևս ունի ձեր աղոթքների կարիքը։ Հայցում եմ ձեր աղոթքները, որպեսզի հիշեք ինձ ձեր աղոթքներում, որովհետև մեր խաչի ճանապարհը դեռ շարունակվում է և կարևորը ավարտն է, քանի որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. ով միջև վերջ համբերի, նա պիտի փրկվի։ Իմ համար խորհրդանշական ու գեղեցիկ այս տոնի առիթով ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ազգիս վեհափառ հայրապետին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանին, իմ ծառայակից հոգևոր եղբայրներին, քահանայերին, ձեզ սիրելի հավատացյալներ, որ միասնաբար ծառայում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին և միասնաբար աղոթակից ենք, հույսով ու հավատով, որ Աստծո օրհնության ենք արժանանում, որ մեր կյանքը ավելի զորեղ դառնա մեր հավատքի մեջ։ Շնորհակալություն բոլորիդ, Աստված օրհնի բոլորիդ։ Սիրելիներ, իրական խաչի ճանապարհը հնազանդությունն է։ Շատ տեղերում կարող ենք հայտնվել շատ անարդարությունների մեջ հայտնվել, բայց ճշմարիտ քրիստոնյան աստվածային իր հավատքով ու իր աստվածային զորությամբ կարողանում է հաղթել բոլոր փորձությունները։ Իդեմս մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որ մեզ սովորեցրել է տանել սեփական խաչը։ Միշտ հիշեք, որ Քրիստոս իր մի խոսքով կարող էր ոչնչացնել իր թշնամիներին, իրեն խաչողներին, սակայն դա չարեց։ Նա խոնարհաբար տարավ իր խաչը, գիտակցելով իր առաքելությունը, և մեզ էլ
սովորեցրեց խոնարհաբար տանել մեր խաչը։ Հիսուս Քրիստոս խաչվեց, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Հետևաբար խաչը տկարության, անզորության կամ պարտության խորհրդանիշ չէ, այլ հաղթության, հզորության եւ հարության խորհրդանիշ է։ Այն օգնում է մեզ հայացքներս վեր բարձրացնել եւ հիշել ոչ միայն ամբողջ մարդկության համար խաչի մահով զոհաբերված մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, այլև նրա հարության մասին, որ մեզ եւս խոստացել է պարգևել հարություն եւ հավիտենական կյանք։ Երբ որ մենք խաչակնքվում ենք, նախ եւ առաջ մեր հավատն ու երկրպագություն ենք հայտնում Աստծուն, զորանում ենք նրանով, բայց դրանով չպետք է սահմանափակվենք, այլ քրիստոնյայի վարքագիծ դրսևորենք ամենուր, այլապես կնմանվենք այն վարորդներին, որոնք սրբավայրի մոտով անցնելիս խաչակնքվում են, բայց հենց իրենց վարքով, այսինքն իրենց մեքենա վարելու կերպով չեն մտածում ոչ իրենց կյանքի, ոչ իրենց անվտանգության եւ առավել եւս մյուսների կյանքի ու անվտանգության մասին։ Ուրեմն սիրելիներ, խաչակնքվելով մենք պետք է փաստենք այն իրողությունը, որ մենք քրիստոնյա ենք ու պիտի ապրենք աստվածահաճո կյանքով։ Խաչը ճամփորդություն է, բայց այն արձակուրդային ճամփորդություն չէ, որ մարդիկ իրենց թույլ են տալիս տարբեր երկրներ, ժողովուրդներ ու մշակույթներ տեսնելու ակնկալիքով։ Խաչը մեր ամենօրյա կյանքի ճամփորդությունն է, որ մենք գուցե անցնում ենք ընկնելով եւ բարսանալով, սիրելով կամ աստվածային պատվիրան հանդիսացող սիրո դեմ մեղանչելով, դժգոհելով կամ մեր իսկ կյանքից փախուստ տալու ցանկությամբ, դժվարություններ կրելու պատրաստ չլինելով, առանց հավատքի, առանց աղոթքի, առանց երկնային աջակցության փնտրտուքի։ Միգուցե անցնում են քաջություն չունենալով ինքներս մեզ եւ Աստծո առջև մեր մեղքերը խոստովանելու, Աստծո եւ մարդկանց հանդեպ գործած մեղքերի համար առանց զղջալու, առանց սխալները շտկելու։ Բայց հարություն առնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ընդունել սեփական մեղքերը, խոնարհվել Տիրոջ առաջ, խոնարհվել եւ ընտրել առաքինի կյանք։ Առանց այդ հնարավոր չէ Աստծուց սպասել փոփոխություն մեր կյանքում։ Հիշենք, որ մեր Տերը խաչվեց եւ թաղվեց, բայց երրորդ օրը հարություն առավ։ Մեզ էլ Տերը հարություն կպարգևի, եթե մեր մեղքերից հրաժարվենք։ Ամբողջ Աստվածաշունչը այս է ուսուցանում։ Սիրելիներ, երեկ նաև Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրն էր։ Մենք գիտենք, որ քրիստոնեության մեջ սուրբերը ոչ միայն ճգնավորներ ու մարտիրոսներ են, այլ նաև զորավարներ, ինչպես Սուրբ Գևորգը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Վարդան Մամիկոնյանը եւ մնացածները, որոնց հավատք անսասան էր, քաջություն ու խիզախություն էին ծառայեցնում հայրենիքի ու իրենց հավատքի համար, ի բարօրություն եւ ի պաշտպանություն այլոց։ Մենք էլ պետք է խնդրենք նրանց բարեխոսությունը, հավատքի եւ հայրենիքի ճիշտ զինվորներ դառնալու։ Մեր հայրենիքի փրկության օրը առաջ խնդրելու եւ մեր ազգակիցներին օգտակար լինելու համար։ Ուստի մաղթանքս է, որ հաշտ լինենք մեր խաչի հետ, Աստծո օգնությամբ կրենք մեր խաչը, չվախենանք խաչից,
այլ նրանով զորանանք, որովհետև Տերը խաչվեց, մահացավ, բայց նաև հարություն առավ։ Դրանից մեծ խրախուսական, գոտեպնդող նորություն մահկանացու մարդու համար չկա այլևս։ Ուստի զորանանք խաչյալ և հարությալ Տիրոջով և շարունակենք աստվածապարգև մեր կյանքը, Աստծուն հավատալով, Աստծո պատգամներն ու պատվիրանները պահելով, ծառայելով խաչի խորհրդին, խաչի խորհուրդը մեր կյանքում ու մեր սրտում ունենալով և վարագա խաչի տոնն էլ մեկ առիթ ու հնարավորություն է մեզ սիրելիներ, որ միասնաբար ապավինենք փրկչական Սուրբ խաչին և թող Տերը օրհնի, զորացնի ձեզ ձեր հավատքի մեջ ու առաջնորդի ձեզ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։